Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ հունիսի 10-ից մեկնարկել է դաշնամուրային շարք նախագիծը, որի նպատակն է միավորել տարբեր երկրների ճանաչված դաշնակահարներին, ստեղծելով միջազգային երաժշտական երկխոսության բացառիկ հարթակ Երևանում։ Հունիսի 14-ին այդ շրջանակներում կկայանա միջազգային ճանաչում ունեցող դաշնակահար եւ ձայնային հետազոտող Թիբո Մենիլոյի բացառիկ համերգ պիանո ռիտուալ խորագրով։ Երեկոն բացառիկ հնարավորություն է վայելելու արվեստ, որը ծնվում է հենց տվյալ պահին եւ այլևս երբեք չի կրկնվելու նույն կերպ։ Այս ամենի մասին եւ ոչ միայն կխոսենք մեր ֆանտաստիկ հյուրերի հետ, մեր հյուրերն են ժամանակակից հանրահայտ ֆրանսիացի ջազ դաշնակահար, իմպրովիզատոր, սերունդների ուսուցիչ բնորոշումը ստացած Ռոժե Մենիլոյի թոռ Թիբո Մենիլոն։ Bonjour, բարի լույս, բարի առավոտ, եւ մեզ կօգնի նաեւ հաղորդակցվել երաժշտի կինը, գեղեցկուհի Արմինե Օհանյանը, ով Ֆրանսիայում հայտնի մոդելավորող է։ Լույս առավոտի, շնորհակալ ենք, որ առավոտը կիսում եք մեզ հետ։ Մենք ենք շնորհակալ։ Ձեր ամուսինը իր ստեղծագործություններում իմպրովիզացիաների կատարման հարցում շատ հաճախ ոգեշնչվում է Բախից ու շատ այլ հայտնի երաժիշտներից, կոմպոզիտորներից, բայց ինչը ավելի շատ ինձ գրավեց Կոմիտասը նաև։ Այ հետաքրքիր է ինչպես եղավ ծանոթությունը Կոմիտասի երաժշտության հետ, արդյոք ձեր ֆակտորն է, որ իր կյանքում կաք որպես շքեղայուհի, թե ի վերջո Կոմիտասը գրավում է բոլորին ամբողջ աշխարհում։ Ես կթարգմանեմ։ Tu t'inspires de Bach ou d'autres compositeurs qui sont à l'international, mais comment ça se fait que tu t'es inspiré et tu as connu Komitas? Est-ce que parce que ta femme est arménienne et c'est comme ça que tu as fait, ou c'est parce que Komitas peut inspirer tout le monde finalement? Komitas, c'est une musique spirituelle. Très profonde et dans un chemin de recherche sonore d'improvisation, je pense que ce type de musique, elle arrive aussi d'elle-même, donc je pense que c'est un compositeur au-delà du fait que tu sois ma femme, qui peut inspirer bon nombre de musiciens et d'improvisateurs. Կկարծում եմ, որ Կոմիտասը արդեն ավելի ունիվերսալ, այսինքն ինքը կարող է բոլորին ոգեշնչել ու երաժշտությունը այնքան խորություն ունի իր մեջ, այնքան միստիկ նույնիսկ նոտաներ կարող է ունենալ, որ նա ասում է, որ դա արդեն ավելի մեծ համաշխարհային իր մեջ նոտաներ ունի, ոչ թե միայն կարող է հայերին գրավել։ Այսինքն մինչև ձեր ծանոթությունն արդեն ծանոթ էր Կոմիտասին, դա եմ ուզում հասկանալ։ Avant de me connaître, tu connaissais déjà Komitas? Non. Non. Երկար մտածեց։ J'ai connu Komitas. Ասում է ինքը Կեջարետին է շատ սիրում ու Կեջարետի նաև շնորհիվ է ծանոթացել, որովհետև Կեջարետը շատ ոգեշնչվում էր Գյուրջիևի ու Կոմիտասի ստեղծագործություններից։ Այդպես է ծանոթացել։ Թիբո, ձեր պապը Ռոժե Մենիլոն հայտնի ջազ դաշնակահար էր եւ ստացել էր սերունդների ուսուցիչ բնորոշումը։ Այսքան թարգմանեք, շարունակենք։ Votre grand-père était un grand jazzman et qui était assez connu. Որքանով է նրա երաժշտական գենը ազդել ձեր որպես ձայնային հետազոտողի կայացման վրա եւ անվերջանալի իմպրովիզացիան ձեզ համար պարտադրված ժառանգություն է, թե ինքնաարտահայտման բացարձակ ազատություն։ Et en fait, le fait que, est-ce qu'il y a quelque chose qui t'a inspiré chez lui ou c'est quelque chose qui est beaucoup plus, est-ce que c'est un devoir pour toi ou c'est quelque chose qui vient vraiment de toi en fait? Non, c'est viscéral, c'est vraiment quelque chose en moi très intérieur. Ասում սա շատ խորը անձնական ավելի շատ ինքնաարտահայտման միջոց է, քան թե
իր պապիկին ինչ որ ձևով շնորհակալություն հայտնելու, բայց ավելի շատ անձնական։ Դե քանի խոսեցինք պապիկի մասին, ես կուզեմ հարցնենք նաև ինչ խրատ խորհուրդ կամ ասացվածք ունի իր պապիկից, որ մինչ օրս կրում է եւ ամեն անգամ թե դժվար, թե կարեւոր, թե բարդ փուլերում հայտնվելուց նա միշտ հիշում է իր պապիկի խոսքը եւ այդպես շարունակում իր կյանքը։ Est-ce qu'il a un mot, une phrase, quelque chose qu'il t'a dit un jour, qui t'a profondément touché et que jusqu'à aujourd'hui tu t'en souviens? Quand j'ai commencé vraiment le piano, j'ai joué devant lui, tu t'en souviens? Et il m'a dit, il y a quelque chose, cherche, trouve, t'as pas besoin de professeur, tu vas trouver ta voie, ton chemin musical, il y a quelque chose de fort. Ասում եմ, երբ որ նոր սկսեց, որովհետև ինքը շատ ուշ է սկսել իրականում երաժշտությամբ զբաղվել, իր պապիկի մոտ չէր ուզում այդքան ցույց տալ, որ ինքն էլ է հետաքրքրված։ Ինչի պապիկը դեմ էր։ Չէ, ուղղակի անձնական ավելի կարծում եմ ամաչում էր կամ չգիտեմ չէր։ Ու մի անգամ նվագեց պապիկի առաջ, երբ որ ինքը արդեն 90 տարեկան էր իր պապիկը, ու իրեն ասեց շարունակիր, փնտրիր, քեզ պետք չէ ինչ որ ուսուցիչ, դու ինքդ կգտնես։ Կարողանաս գտնել։ Հիմա հարց ուղղենք Արմինեին։ Արմինե, դուք Ֆրանսիայում հայտնի մոդելավորող եք, երաժշտությունը ու նորաձևությունը արվեստի խոսուն, բայց տարբեր լեզուներն են։ Ինչպես են խաչվում ձեր եւ Թիբոյի ստեղծագործական աշխարհները նույն հարկի տակ, նրա ակնթարթային իմպրովիզացիաները երբևէ ոգեշնչել են ձեզ հագուստի որևէ նոր հավաքածու ստեղծելիս։ Իհարկե երաժշտությունը միշտ է ոգեշնչման աղբյուր, որովհետև այն նոտաները, այն ամեն ինչ որ կարող ես լսել, դա կարող է դառնալ իհարկե հագուստ կամ ինչ որ մեկ այլ տար, բայց այն որ Թիբոն անդադ մեր տանը, մենք դաշնամուր ունենք հենց կենտրոնում մեր սալոնում ու ինքը անդադ նվագում է, ինձ թվում է ամեն դեպքում ինչ որ ձևով պետք է այդ ազդեցություն ունենալ, բայց ես դեռ հավաքածու չեմ արել այդ թեմայով, բայց կարծում եմ կա արդեն ամեն դեպքում ինքը միշտ իմպրովիզացիա անում, ինչ որ նոր տարեր եմ լսում, ինչ որ նոր նույնիսկ հայկական կոմիտասից, ոգեշնչված Գյուրջիևից նշված, ոգեշնչված ու դա ես շատ ուրախ եմ դրա համար, որովհետև ամեն դեպքում ես հայ եմ, ինքը ֆրանսիացի է ու չէի կարծում, որ այդ աստիճան դա ինքը կարող է այդքան խորը անցալել հայկական երաժշտությունը ու այդպես ոգեշնչվել։ Շատ լավ, Թիբոյի համերգային ծրագրերը շատ հատուկ փիլիսոփայություն ունեն, որոնցից մեկը օրինակ Sensory Journey-ն է, որը որ Հայաստանում ունեցել է հնարավորություն նույնիսկ մի երկու անգամ Արոն Բաբաջանյանում է, մեկ անգամ եղել, մյուսն էլ Գաֆեսճյանում, եթե չեմ սխալվում։ Այ հետաքրքիր է ինչ սպասել այս անգամ, որովհետև ես փորձում հասկանալ իր զգացողությունները, երբ որ նա մոտեկանում է դաշնամուրին եւ չգիտի թե ինչ է նվագելու, հա, ինչ է զգում այդ պահին ու ինչ է սպասվելու այս համերգին։ Parce que tu as déjà donné plusieurs concerts à Babadjanian, Gafeschian, mais en fait, qu'est-ce que tu ressens quand tu arrives devant ton piano? Tu ne sais pas ce que tu vas jouer, non? Qu'est-ce qui se passe en ce moment-là? C'est very good question. C'est le vide. Il y a le piano, c'est un point noir, et plus je me rapproche, et plus il devient lumineux. Et après, c'est le saut dans le vide. Սկզբից դատարկություն է զգում, որովհետև պիանոն իր համար կարծես սև կետ լինի, իսկ այդ սև կետը բացվում է ու դառնում ավելի լուսավոր։ Ու այդ լուսավորության մեջ է ինքը կարողանում գտնել ինչ-որ նոր իդեաներ, ու նաև ինքը շատ էներգետիկ կապ ունի հանդիսատեսի հետ, կարծում եմ այն հանդիսատեսով ներկա է, դա իրան ուղարկում է, այ ազդեցություն ունենում է ու դրա արդյունքում է, դրա համար է նաև ամեն անգամ տարբեր իր կատարումը։ Չի կրկնվում, այսինքն, չէ՞, ես ճիշտ եմ հասկանում։ Ամբողջությամբ իմպրովիզացիա։ Ինքը կարա որոշ նոտաներ, օրինակ լինի Կոմիտասից, չգիտեմ, Արնո Բաբաջանինից եւ այլն, Բախից, Ռավելից, Դիբուսի եւ այլն, բայց ամեն դեպքում դա ուղղակի շատ փոքր հնչյուններ կարող են լինել, որոնք ամբողջությամբ փոխվում են հետո։
Այս զարմանալի հենց դա է, ինչպես կարող են տարբեր ժամանակաշրջանների գիգանտները, Դեբյուսի, Կոմիտաս, Բախ, դες մեկ դաշնակահարի մեջ լինեն։ Հետաքրքիր է, օրինակ հանդիսատեսից մենք խոսեցինք, այդ շատ հետաքրքիր է, մեր հայ հանդիսատեսն ինչ էներգիա է փոխանցում, ինչպես է ընկալում եւ Ֆրանսիայի հանդիսատես, որտեղ վստահ եմ տարբերությունը կա միանշանակ։ Միանշանակ։ Comment tu vois la différence entre ton public arménien et ton public français? Est-ce que tu peux un peu raconter cette différence que tu ressens? L'écoute des Arméniens, elle est comme dans une église. C'est la messe en fait qui Yekeretsi arrive. Et quand on joue, en fait, on sent qu'il y a l'énergie du public qui s'échange avec la scène. Ասում եմ, երբ որ նվագում եմ, կարծես եկեղեցում լինեմ, երբ որ Հայաստանում եմ, ու այդ էներգիան շատ խորը, որովհետև Հայաստանում շատ խորը էներգետիկա կա, եթե շատ կարող է շատերը զգան դա, ու ինքը ինձ դա զգում է ու զգում է նաև այդ մարդկանցից, որոնք շատ ուշադիր են, իր կարծիքով շատ ուշադիր են լսում ու իրան փոխանցում։ Et en France, alors à Corto, le salle Corto, j'ai fait un concert dans le cadre de la sortie de l'album Live in Armenia, qui était enregistré à Yerevan. Il y avait quand même beaucoup d'Arméniens là-bas. Mais le public était plus proche aussi, donc ça permettait de récupérer cette énergie. Mais il n'y a pas c'est pas la même écoute. C'est une écoute beaucoup plus analytique en France. Ասում է ինքը Սայլ Կորտոն, որ շատ հայտնի համերգասրահ է Փարիզում, այնտեղ վերջերս համերգ ունեցավ, իհարկե նաև հայեր կային, որտեղ այնտեղ մենք մեծ համայնք ունենք, բայց ամեն դեպքում ասում է այնտեղի տարբերությունը նրանում է, որ իրանք ավելի անալիտիկ ձևով են իր երաժշտությանը մոտենում կամ լսում, իսկ Հայաստանում միգուցե ավելի խորը էմոցիոնալ ավելի, այո, այո։ Lâcher prise en Arménie. Այո։ Հուլիսի 14-ին կայանալիք համերգին ծնվելու է արվեստ, որը ստեղծվում է տվյալ պահին եւ այլևս երբեք չի կրկնվելու։ Ինչ է նշանակում երաժշտի համար ստեղծել մի բան, որն ապրում է ընդամենը մեկ ակնթարթ, դա երաժշտությունը բաց թողնելու եւ կորցնելու տխրությունն է, թե ներկայի մեջ լիարժեք ապրելու տոն։ Le 14 juillet, tu vas faire quelque chose où ça va être pour une fois et ça va pas se répéter. Pour un musicien, c'est quelque chose que tu prends le plaisir de faire quelque chose d'instantané et ça s'arrête là, ou c'est առաջինը ինչ էր, եթե խնդրեմ կայանալիք համերգի վերաբերյալ, որ ծնվելու է արվեստ, որը ստեղծելու է տվյալ պահին եւ այլևս չի կրկնվելու։ Այո, դրանից հետո դուք երաժշտի համար ինչ է նշանակում ստեղծել մի բան, որը ապրում է տվյալ ակնթարթում եւ այլևս երբեք չի կրկնվելու, այսինքն դա տխրություն է երաժշտի համար, որ բաց ես թողնում քոմի մասնիկը։ Qu'est-ce que ça signifie? Qu'est-ce que signifie pour toi? Est-ce que c'est une tristesse que tu laisses passer quelque chose derrière toi et ça se répétera pas, ou c'est notre sentiment? C'est très frustrant parce que j'aimerais pouvoir rejouer des choses que je ne retrouve pas. Mais ça fait partie de l'évolution, c'est quelque chose de moi que j'ai donné qui permet de réécrire l'histoire plus tard. Mi փոքր իր համար ինչպես կարող եմ մի փոքր տխրեցնող է, որովհետև երբեմն ինքը գտնում է որոշ նոտաներ, որոշ հնչյուններ, որոնք որ կցանկանար կրկին գտնել, բայց հիմնականում չի կարողանում նույնը գտնել, նույն զգացողությունը ունենալ, mais c'est quelque chose qui me permet de c'est une étape pour բայց իր continuer համար դա l'histoire. ուղղակի մի էտապ է, որ մեկ այլ պատմություն ստեղծի։ Վաու, շնորհակալ ենք ձեզ, վստահ եմ, որ այս համերգին պետք է տոմսերը գնալ, որովհետև ֆանտաստիկ է լինելու, նման բան միշտ չէ, հաճախ չէ, որ կարող ես տեսնել։ Ես վստահ եմ, որ ձեր այցերը Հայաստան կլինեն հաճախակի, ու նման համերգները մեզ պետք են յուրաքանչյուրից։ Այո։ Շնորհակալ ենք շատ, ես մենք կմիջեցնենք մեր հյուրերն այն ժամանակակից հանրահայտ ֆրանսիացի ջազ դաշնակահար, իմպրովիզատոր, սերունդների ուսուցիչ, բնորոշումը ստացած Ռոժե Մենիլոյթոր, Թիբո Մելինոն եւ մեզ կօգնի նաեւ հաղորդակցվել այս ամբողջ ընթացքում օգնեց իր կինը Արմինե Օհանյանը Ֆրանսիայում հայտնի մոդելավորողը։ Շնորհակալ ենք շատ, իսկ մեր հերոստատորին հիշեցնենք, որ հուլիսի 14-ին դաշնամուրային շարք նախագծի շրջանակներում
Երևանում, Հայաստանում միջազգային ճանաչում ունեցող դաշնակահար եւ ձայնային հետազոտող Թիբո Մենիլոյ բացառիկ համերգն է պիանո ռիտուալ խորագրով։ Եթե կարող եմ մեկ բան ավելացնել, ամսի 18-ին նաև կլինի իր երկրորդ համերգը Տիգրան արտստուդիայում, Տիգրան Ձիթողյանի ստուդիայում, որ կլինի իր երկրորդ համերգը։ 14-ին չեք հասցնի 18-ին։ Շնորհակալ ենք շատ։ Ժամը Տիգրանի մոտ ժամը 7:30, իսկ Ֆիլհարմոնիայում ժամը 7-ին։ Վերջացավ։ Կամ 7-ին կամ 7:30։ Ձեզ լավ ենք մաղթում, այսքանով լուսարոտին ավարտվեց, կհանդիպենք վաղը, կրկին այս տաղավարից ձեզ կասենք բարի լույս, բարի առավոտ։ Ձեզ լավ։